Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արմենուհի Գյուրեղյանի հետ։ Տիկին Գյուրեղյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, բարի երեկո սիրելի հանդիսատեսներ եւ շնորհակալություն ձեզ հրավերի համար իհարկե։ Տիկին Գյուրեղյան, Կալասը հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց դիմել են 2026-ին ընթառաջ արտաքին միջամտություններից պաշտպանվելու համար, դրա համար նույնիսկ Արարատ Միրզոյանը մեկնել էր Բրյուսել, ոչ պաշտոնական նախաճաշի ժամանակ հանդիպում քննարկում էր եղել եւ նաեւ դրա շրջանակներում Հայաստանին Եվրամիությունը 15 միլիոն եվրո է տրամադրել, այո, նաեւ դա ձևակերպել է այսպես Ռուսաստանից եկող հիբրիդային պատերազմներին հակազդելու համար։ Նաև բարբերաբար ուղերձներ հայտարարություններ են հնչում, որ Հայաստանում ընդդիմությունը սպասարկում է ինչ-որ երրորդ երկրի շահեր եւ քպայական պատգամավորներից մեկը հրապարակի հետ զրույցում հայտարարել է, որ օրինակ ձեր գոլեգա Գառնիկ Դանիելյանը Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի զինվորներից է։ Մի տեսակ ձեզ վտանգի գոտում չեք զգում Տիկին Գյուրեղյան։ Գիտեք, եկեք նախապես գնահատական տալիս վտանգի գոտին զգալուց դուրս գանք, փորձենք այլ տեսանկյունից նայել այս ամենը։ Նախ այն փաստը, որ այս իշխանությունները, օրվա իշխանությունները դիմել են Եվրոմիությանը որոշակի աջակցություն ստանալու խնդրանքով, ընտրություններին փաստացիորեն նրանք դիմել են արտաքին ուժին, որպեսզի հնարավորինս մեղմվեն, այսպես ասած, ուրիշ արտաքին ուժի ազդեցությունը։ Փաստորեն արտաքին ուժը աշխատելու է մի ուրիշ արտաքին ուժի ազդեցությունը մեղմելու կամ չեզոքացնելու համար։ Ասում խելքի հաշեցեք։ Փաստացիորեն Կալասը ինքը արտաքին ուժ չի։ Այն երրորդ արտաքին ուժը, որ ազդելու է, նրանց ճնշելու, հակադարձելու համար է։ Սա միակ եւ ամենաճիշտ ապացույցն է այն բանի, որ այս օրվա իշխանությունները շատ լավ հասկանում են, շատ լավ վերլուծել են եւ շատ լավ հասկանում են հանրության կարծիքը, հանրության մոտեցումները, հանրության տրամադրությունները եւ շատ լավ հասկանում են, որ իրենք վերընտրվելու շանսեր չունեն։ Եվ այն, որ այսպես հայտարարում են, իրենք լեգիտիմ ընտրված են, իրենք վերընտրվելու են 100%-ով, դա զուտ միայն հանրության մի մասի ականջի վրա ազդելու գործողություններ հայտարարություններ են։ Իրենք սրանով նախ եւ առաջ ապացուցում են եւ հայտարարում են, որ իրենք վախ ունեն վերընտրվելու եւ սրանով նաեւ իրենք հայտարարում են իրենց թիկունքին կանգնած դրսի ուժերին, որ տեսեք մենք մենակ այլևս հնարավորություն չունենք վերընտրվելու, եթե դուք մեզ կաջակցեք, այն պարագայում հնարավոր է, որ վերընտրություն լինի։ Իրենք բացահայտ դրա մասին են խոսում այս հայտարարությամբ, այս դիմումով, այսպես ասած։ Իրենք խոստովանում են, որ իրենք շանս չունեն վերընտրվելու եւ ասում են՝ «Տերեր, եթե դուք մեզ չաջակցեք, մենք վերընտրվելու շանս չունենք»։ Հենց դա է, դրա մասին է խոսքը։ Իսկ ինչ մնում է, այսպես ասած, երրորդ ուժի աջակցություն, այսինքն բա ուր մնաց մեր երկրի ինքնիշխանությունը, բա ուր մնաց լեգիտիմ ընտրությունները, ժողովրդավարական ընտրությունները։ Իրենք ասում են, որ Եվրամիությունը չի սպառնում Հայաստանին ինքնիշխանությունից զրկելուն, չէ՞ որ իշխանամետ բազմաթիվ քաղաքագետներ ասում են Պուտինը ԽՍՀՄ է ուզում վերստեղծել։ Հա, բայց մենք որևէ ուժի կողմից նման հայտարարություն լսել ենք, որ որևէ ուժ հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի ձեռքից վերցնել։ Ինչքան Կալասը Եմիությունը չի ասել, Եմեն չի ասել, այնքան էլ որևէ ուժ չի ասել։ Այսինքն եթե այդ չասելը այդպես բացարձակ գնահատական է ԵՄ-ի առումը, ուրեմն այդ չասելը պետք է գնահատական լինի նաև մյուսների չհայտարարությունների վերաբերյալ։ Այսինքն Եմեն չի ասել, բայց մենք համոզված ենք, որ Եմեն ինքնիշխանության վրա չի ազդելու, բայց ուրիշը չի ասել, պետք է համոզված լինենք, ենթադրյալ ինքնիշխանության կորստի հայտարարություն մտածենք, չէ, սա պարզապես ԵՄ-ի եվրոպական միության գործունեության գործելավոճ է պարզապես։ Նրանք օգնում են, աջակցում են այն երկրներին, որոնք իրենց հերթին աջակցում են Ռուսաստանին որոշակի տարածաշրջանից դուրս մղելու գործընթացում։ Եվ սա միայն ԵՄ-ի ցանկությունը, նպատակը այս ամեն ինչի մեջ դա է։ Եվ ըստ էության, երբ որ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը եւ մյուսը հայտարարում են, նրանք նախապես պետք է իրենց հարց տան։ Այսինքն, այդ ինչպես պետք է երրորդ ուժը ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենա։ Այսինքն, այդ ինչ պետք է ազդեցության վրա, որովհետև ԱԳՆ-ն ասում է ինստիտուցիոնալ բնույթի համագործակցություն։ Նրանք որոշակի գումար, այդ դուք նշեցիք, որոշակի գումար են
փոխանցելու, այսպես ասած, այս կառավարությանը ընտրական գործընթացները կազմակերպելու համար։ Այսինքն, այդ ինչ գործընթացներ պետք է կազմակերպվեն։ Միգուցե իրենք դա ուզում են, որպեսզի ֆինանսավորեն ոստիկանական բիրտ ուժերին պարգևավճարների տեսքով, որ նրանք շատ ավելի մեծ ուժեղ, հա, ավելի մոտիվացված գործեն։ Միգուցե իրենք մտածում են, որ դրանով պետք է կաշառեն իրենց սրտի ուզած դատավորներին, որոնք գործեր կկարեն ու կարված գործերով կկալանավորեն քաղաքական այն ուժերի ներկայացուցիչներին, ովքեր կառաջադրվեն, ովքեր շանսեր կունենան բարձր։ Հիմա էլ է տեղի ունենում, բայց հենց հիմա իրանք տեսնում են, որ հիմա այսքան բիրտ ուժի կիրառումը, այսքան գործեր կարելն ու այս ամեն ինչը հանրության մեջ հակառակ ռեակցիան է առաջացնում եւ հասկանում են, որ դա քիչ է, մտածում են, որ ավելի մեծ գումարներ է պետք։ Ավելի մեծ գումարներ է պետք, ավելի մեծ քանակի ծավալի ոստիկանական ուժեր, ընդհանրապես ուժային կառույցներ է պետք ներգրավել ընտրությունների արդյունքները իրանց ուզած ձևով ավարտելու համար, ստանալու համար այն արդյունքները, որը իրենք ուզում են։ Իսկ ինչ են իրենք ուզում։ Իրենք ուզում են վերընտրվել։ Իսկ ինչու են իրենք ուզում վերընտրվել, որովհետև իրենց պետք է ցանկացած գործողություն, երբ որ փորձում ես գնահատել, պետք է հասկանաս այդ գործողությունը որ նպատակին է ծառայում։ Ինչ նպատակ ունեին իրենք, որ այս գործողությանն են դիմել, իսկ իմ կարծիքով այդ նպատակը վերընտրվելու նպատակը այն է, որովհետև իրենք շատ լավ գիտեն։ Ես բազմիցս եմ ասել, ոչ մեկը իրենցից լավ այսօր չգիտի, թե իրենք ում են խոստացել, իրենք ինչ են խոստացել եւ իրենք ինչի դիմաց են խոստացել։ Եվ իրենք շատ լավ հասկանում են, որ այդ ինչի դիմաց ինչ խոստումների չկատարումը իրենց ինչ պատժի առաջ է կանգնեցնելու։ Անձամբ այդ խոստումներին, անձամբ իշխանության վերադաս ներկայացուցիչներին, անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իսկ ում է ինչ խոսք տվել։ Ես չեմ վախենում ասել, ես ողջամիտ կասկածում եմ, որ դա թուրք-ադրբեջանական տանդեմն է, ում նրանք խոստացել են որոշակի այդ Արցախի հանձնումը, սահմանադրության փոփոխությունը, այդ մասին, այդ խոստումների մասին ես չէ, որ իմ ողջամիտ կասկածով հիմա բարձրաձայնում եմ, Ալիևը ամեն օր, ամեն աստծոր կանգնում եւ բարձրաձայնում է մի նոր խոստման մասին, որ Նիկոլ Փաշինյանից ինքը ստացել է։ Փաշինյանն էլ հայտարարությունից հետո անցնում է դրանց կատարմանը։ Մի անգամից է անցնում կատարման։ Տեսեք, նա հայտարարում է, որ մենք պիտի սահմանադրությունը փոխենք, Ալիևը հայտարարում է, որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի, քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը նիկոլիզմի թեզերը հայտարարել է, եթե ուշադիր եղել եք, այդ 14 հատ թեզ, 00 չգիտեմ որ երրորդ թեզով, հստակ ասում է, կարծեմ հենց 001 թեզն է, որ ասում է սահմանադրությունը այո պետք է փոխվի։ Նիկոլ Փաշինյան Ալիևը հայտարարում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու պահանջի կատարման մասին, նիկոլիզմի 002 թեզը խոսում է դրա մասին, այնտեղ հստակ ձևակերպված է, ասում է ժողովուրդն է իշխանության տերը, երկրի տերը, ժողովուրդը այն քաղաքացին է, ով ապրում է Հայաստանում եւ ունի քաղաքացիություն եւ ասում է մենք ունենք լուրջ ժողովրդագրական խնդիրներ եւ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար պետք է ապահովենք ներգաղթ եւ հստակ իրենց նիկոլիզմի թեզերում գրած է եւ պետք է համոզված լինենք եւ պետք է հասկանանք, որ այդ ներգաղթողները միայն հայեր չեն լինելու։ Այսինքն դա զուգահեռ այն ժամանակ, երբ 300,000 ադրբեջանցիների այստեղ բնակեցնելու մասին խոսում է Ալիևը։ Այսինքն ստացվում է ըստ իրանց այդ նիկոլիզմի թեզերի 300,000 ադրբեջանցին գալիս է, բնակվում է Հայաստանում, դառնում է Հայաստանի քաղաքացի, իրենց թեզով դառնում է շատ արագ բազմանում է, դառնում է ժողովուրդը իշխանության տերը եւ ընտրությունների ժամանակ, հաջորդ ընտրությունների ժամանակ վերընտրվելը արդեն ապահովված է։ Որովհետեւ ադրբեջանցիները վստահաբար Նիկոլ Փաշինյանին կընտրեն Հայաստանի վարչապետ։ Ինչու է Ալիևը այս պահանջները դնում, որովհետեւ Ալիևը եւ ոչ միայն Ալիևը, նրանց իշխանության վերադաս շատ ներկայացուցիչներ հստակ հայտարարել են, որ իրենք չեն ուզում պայմանագիր կնքել, դա իրենց բառերն է բառացի։ Իրենք չեն ուզում պայմանագիր կնքել օրվա իշխանությունների հետ, այլ իրենք ուզում են պայմանագիր կնքել հայ ժողովրդի հետ, ասել է թե սահմանադրություն փոխել, որովհետև մեր սահմանադրության առաջին հոդվածը, որտեղ անկախության հռչակագիրն է, հստակ խոսում է Արցախի երաշխավորության, Հայաստանը Արցախի երաշխավորության մասին, հստակ խոսվում է ցեղասպանության միջազգային հարթակներում ճանաչման գործընթացի շարունակության տեր լինելու մասին, եւ նրանք պահանջում են այդ հոդվածը հանել, իսկ քանի որ այդ հոդվածը
Առաջին հոդվածը ըստ մեր սահմանադրության չի կարող փոփոխվել, եթե սահմանադրությունը ամբողջությամբ չի փոխվում, դրա համար իրենք հայտարարում են սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, այսինքն սրանք այնքան իրար հետ կապակցված են, պարզապես առաջինը մյուսից չի բխում եւ իրենց կարճ խելքով թվում է, որ մյուսները չեն հասկանալու այս տրամաբանությունը իրենց։ Իրենք այո, պետք է կատարեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, այլապես իրենք գիտեն, թե ինչ են ստացել այդ ամենի դիմաց եւ ինչ պատժի առաջ կկանգնեն այդ ստանալուց ու այդ պատվերները չկատարելուց հետո։ Սա է միակ իրենց գերնպատակը վերընտրվել, իրենք հայտարարում են, չէ, որ սահմանադրությունը կփոխենք, որտեվ այս ընթացքում իրենք շատ լավ գիտեն, որ հիմա հանրակրվե անեն սահմանադրությունը փոխելու համար, իրենք հաստատ չեն կարողանալու փոխել, կարող են իրենց պատգամավորներով, իրենց ընտրություններից հետո ազգային ժողովում բնականաբար փաստացիորեն իրենց պատկերացմամբ ավելի իրենց սարքած ընդդիմադիր ուժերը կլինեն, ովքեր այսպես բացահայտ չեն խոսի իրենց դեմ, եւ այդ արդեն իրենց սարքած, իրենց գրպանի ընդդիմադիր ուժերի հետ միասին սահմանադրության փոփոխությունը իրենց համար շատ հեշտ կլինի։ Եվ դրա համար են իրենք դիմում Կալասին, ԵՄ-ին, եւ դրա մասին է այս ընդդիմումը, որ փորձեք աջակցել եւ իրենց падգամավորներից մեկը, այդ ձեր ասած նույնիսկ չգիտեմ ով է դա, հայտարարում է, որ այո, մենք դիմել ենք ԵՄ-ին, իրենք դիմել են ԵՄ-ին, որպեսզի Մոլդովայի օրինակը կիրառվի Հայաստանի նկատմամբ։ Իսկ ինչ օրինակ էր Մոլդովայի օրինակը։ Ներքին գործերի միջամտություն էր, դա հստակ ազդեցություն էր, հստակ այնպիսի մեխանիզմների կիրառության հնարավորություն էր, որոնք ուղղված էին ընդդիմադիր քաղաքական ուժերին չեզոքացնելու ուղղությամբ։ Այս մեխանիզմն են իրենք կիրառում։ Այո, բայց Մոլդովայում այդ մեխանիզմը մեծագույնս աշխատեց Մոլդովայի Սփյուռքում ընտրատեղամասեր բացելով եւ Սփյուռքի ձայների հաշվին, այո, մեր պարագայում ինչ սխեմաներ կարող են կիրառել։ Գիտեք, շատ ճիշտ հարցադրում է, որ իրենք հասկանում եք, ստիպված են այդ բոլոր վտանգները բարձրաձայնելու եւ նույնիսկ այս պարագայում կարող են վաղը մյուս օրը ասել, տեսեք, մենք ձեզ դիմեցինք, որ գոնե այդ հարցում օգնեք, լավ օգնություն չստացանք Սփյուռքից, դրսից, մյուսից եւ դրա համար եթե մենք մեր խոստումները չենք կատարել, ուրեմն դուք պետք է մեզ ներեք մեր խոստումների չկատարման համար։ Իրենք ամեն դեպքում նաեւ արդարացման շանսեր են փնտրում։ Իրենք ապահովագրելու, նաեւ ապահովագրելու են, նաեւ այո, բնականաբար եթե պատժից խուսափում են, պետք է փորձեն նաեւ ապահովագրական ինչ որ մեխանիզմներ գտնել իրենց համար։ Այս էլ պետք է չբացառել, բայց ամեն դեպքում իրենք իհարկե առաջին պլան, առաջին նպատակ վերարտադրվելն ունեն, ինչքան էլ ուզում է լինի, իրենք այս 5 տարիների ընթացքում, այսպես ասած, բոլոր հնարավոր անհնար չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ տարբերակով, իրենք շատ բան են տեսել, որ մինչ այդ չգիտեին։ Եվ չեն պատրաստ դրանից հրաժարվել։ Չեն ուզում այդ ամեն ինչը կորցնել, չեն ուզում հրաժարվել եւ հետո իրենք շատ լավ գիտեն նաեւ, որ ի վերջո հենց իշխանությունը փոխվեց, բացի այդ արտաքին ուժերի պատժից, ասենք թուրք-ադրբեջանական եւ նույն ԵՄ-ի եւ նույն մյուս կառույցների, չէ՞ որ նրանք այսքան միլիարդավոր ֆինանսական միջոցներ արտոնյալ վարկերի տեսքով վերեցին Հայաստան, ինչի որպեսզի այս բարեփոխումների արդյունքում, իրենց ասած բարեփոխումների արդյունքում կարողանան ապահովել այնպիսի մի իրավիճակ, որ վերընտրվեն եւ կատարեն թուրք-ադրբեջանական տանդեմի խոստումները։ Բացի դա, փաստացիորեն իրենք այս ամեն ինչից բացի, իրենք պետք է այդ հնարավորությունները ունեն, գիտեն, որ լավ, 1-ը, 2-ը, 3-ը, նույնիսկ այդ մի 10 հոգու համար վերնախավի ասենք, թե երաշխավորվեցին իրենց անվտանգ ապագան դրսում, բայց չէ որ այստեղ կա մի ամբողջ կազմ այդ падգամավորական 70 հոգյանոց խումբը, կառավարության անդամները, ովքեր խորհուրդ եք տալիս իրենց մտածել ապագայի մասին, ովքեր անընդհատ առանց մտածելու, առանց վարանելու կոճակ են սեղմել հակապետական, հակազգային շատ որոշումներ կայացնելու համար, նրանք ի վերջո պատասխան տալու են, չէ, ժողովրդի առաջ, նրանց ընտանիքները ապրելու են, չէ, այս երկրում, իրենք շատ լավ հասկանում են, որ ի վերջո այդ պատասխան տալու համար ժամանակը բոլորի համար իրենց տեղում, իրենց չափով գալու է
Սա է նրանց ամենալուրջ խնդիրը։ Այնուամենայնիվ նորից վերադառնալով Կալասի հայտարարությանը անդրադառնանք, թե դա ընդդիմադիրների վրա ինչպես կարող է անդրադառնալ, որտեղ ձեր գործընկեր Սաղաթելյանը արդեն բարձրաձայնել է, շատ մտահոգիչ է։ Տեսեք, ըստ էության Կալասի հայտարարությունը ակնհայտ միջամտության մասին, որ պատրաստվում են իրենք ունենալ առաջիկա մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու։ Մեկ, սա լուրջ խնդիր է ճնշում գործադրելու քաղաքական այն ուժերի նկատմամբ, ովքեր ընդդիմադիր տեսանկյունից են հանդես գալու եւ միգուցե նաեւ Մոլդովայի օրինակը կիրառելով իրենք կարողանան նաեւ իրենց ասած այդ օրինակը կիրառելով փորձելու են քաղաքական ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ուժերին, կառույցներին հեռացնել ընտրական պայքարից, ուղղակի արգելել մասնակցել որոշակի, ասենք, կուսակցությունների, գործունեությունը դադարեցնել, ամեն ինչի պատրաստ են ազգային առանձին ուժերի ներկայացուցիչներին կալանավորել, ազգային կողմնորոշում ունեցող կառույցներին արգելափակել գործունեությունը, հազար ու մի բան, եւ նրանք ոչինչի առաջ չեն կանգնելու։ Սրանով նախ առաջին հերթին մեր երկրում կառավարման խորհրդարանական համակարգի եթե ինչ-որ հիմքեր դրվել են, այդ հիմքերն են ամբողջությամբ խարխլելու եւ բնականաբար իրենք սրանով շանս են տալու վերարտադրվելու մի ուժի, որը իր ամբողջ գործունեությամբ հակաժողովրդավարական է, իր ամբողջ գործունեությամբ մարդու իշխանություն, մարդու իրավունքների պաշտպանությանը հակադարձ գործունեություն է ծավալում եւ այստեղ հարց է առաջանում. Տիկին Կալաս, դու երբևիցե փորձել եք գնահատել ձեր այդ գումարները, որ դրել եք ժողովրդավարության հաստատման կայացման համար, ասենք ավելի իրենց արդյունքին հասել են, թե չէ։ Դուք երբևիցե ուշադրություն դարձրել եք, թե ինչ է կատարվում, ասենք, տեղական ինքնակառավարման մակարդակում, ինչպես են այս իշխանությունները ընտրությունների արդյունքները խեղաթյուրում, ինչպես են այս իշխանությունները ընտրությունների արդյունքները խմբագրում, հանցագործություն է կատարվում մարդու ընտրության իրավունքով համայնքի իրենց տարածքի ղեկավար մարմին, որոշում կայացնող մարմին, որոշում կայացնող համայնքապետ ունենալու այդ իրավունքն են ոտնահարում, հասկանում եք, հիմա այս մարդիկ արտաքին միջամտությամբ ժամանակ այդ գնահատելիս չեն տեսնում այս սրանց հակաժողովրդավարական գործունեությունը, այս մարդիկ չեն տեսնում ինչ քայլեր է կատարում այս իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու ոլորտում, այսքան սրբազանների են կալանավորում, բարեգործի են կալանավորում, ազգային ուժի ներկայացուցիչների են կալանավորում, բա մարդու իրավունքների պաշտպանության ոտնահարումը էլ ոնց է լինում։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս դրանք չեն նկատում, բայց Տիկին Գյուրեղյան ստեղծված իրավիճակում ես չեմ կարծում, որ իրենք չեն նկատում, իրենք լավ էլ նկատում են, բայց իրենց համար դա բարձրաձայնելու խնդիրը չեն տեսնում, որովհետև իրենք ուրիշ նպատակ ունեն։ Իրենց նպատակը այս իշխանություններին պահելն է, որպեսզի այս իշխանությունները շարունակեն իրենց պահանջները կատարել։ Այնպես չի, որ չեն նկատում, պարզապես անտարբեր են անցնում, պարզապես պահում են ապագայի համար, որ վաղը մյուս օրը, երբ որ սրանք արդեն այլևս իշխանություն չլինեն եւ սրանց կողմից իրենց նկատմամբ ինչ-որ պահանջներ լինի, միգուցե այդ ժամանակ իրենց դեմը դնեն, մեր ասածները սա էր դուք չեք արել։ Այսինքն այնպես չի, որ իրենք չեն նկատում։ Իրենք պարզապես այս պահին չեն փակել են աչքերը, փակել են ականջները, բայց փակել են աչքերն ու ականջները դիմացինի համար։ Իրենք իրենց ներսում այդ ամեն ինչը շատ լավ փաստարկված պահում են։ Տիկին Գյուրեղյան, ստեղծված իրավիճակում արկա այս պատկերի պայմաններում 2026-ի ընտրություններին շանս կա Նիկոլ Փաշինյանի խմբակցությանը հաղթելու։ Այսպես ասած, չկա չարիք առանց բարիքի։ Սրանց այս ամեն ինչ այս գործողությունները միգուցե կարողանան այսպես բյուրեղացնել հակա Նիկոլ թևը։ Այսինքն ընդդիմության միասնական օրակարգը ձևավորվի։ Չի բացառվում, որ ես չեմ կարող ասել, որ բոլոր հականիկոլ ընդդիմադիր ուժերը մեկ ուժի անունով հանդես կգան, մեկ ուժի կողմից հանդես կգան, բայց այո, կբյուրեղացվեն եւ միգուցե ընդդիմադիր ուժերը հասկանան, որ այո, առանձին, այսինքն ոչ թե հասկանան, այլ որոշեն, որ առանձին ընտրություններին մասնակցելը այդքան էլ արդյունավետ չի եւ կոնկրետ խոշոր
հականիկոլ ուժեր ձևավորվեն եւ դրա ձևավորման անհրաժեշտությունը նաեւ ապացուցվեց վերջերս Փարաքարում կայացած Էջմիածնում կայացած ընտրություններում, վաղարշաբաթի ընտրություններում, որտեղ դա շատ հստակ ցույց տվեց, որ տեսեք, ասենք եթե ենթադրենք խոյը չմիացնեին եւ իրենք արեցին, բայց ովքեր անցան ավականու կազմում անցավ ԿՊ-ն եւ անցավ հաղթանակ ուժը, դաշինքի ուժերը, դաշնակցությունը եւ դաշինքի մյուս ուժերը միասին 30 եւ ավել տոկոս, բայց շատ ընդդիմադիր ուժեր եւ կարծեմ Մայր Հայաստանը անցավ, 5 այդ անցողիկ շեմը հաղթահարեց, էլի կային հականիկոլ ընդդիմադիր ուժեր, ովքեր ըստ էության 3-8-3-9 այդ շեմը չհաղթահարեցին, այսա միգուցե հենց կապացուցի եւ կհասկացնի այդ ուժերին եւ հանրապես բոլոր քաղաքական ուժերին, որ ավելի ճիշտ կլինի համախմբված հանդես գալը եւ դա ոչ միայն կբերի թվաբանական գումար այդ տոկոսները, այլ սիներգետիկ էֆեկտ կբերի եւ ասենք ոչ թե 30 + 3-8 + 3-9 + այդքան ուժերի ձայներ կլինեն, այլ ընդհակառակը, երբ որ քաղաքացին, երբ որ ընտրողը տեսնում է, որ այստեղ հստակ հականիկոլ ուժ կային, ընտրությանը չմասնակիցնել կգնա կմասնակցի, այսինքն սիներգետիկ էֆեկտը ավելի մեծ կլինի եւ իհարկե մոտիվացնող կլինի եւ դա թվաբանական գումարից ավելի մեծ արդյունք կտա, ես համոզված եմ եւ գաղտնիք չէ, որ ասենք դաշնակցությունը Իշխան Սաղաթելյանը եւ մյուս շատ տարբեր բանակցություններ են սկսել Հայաստան խմբակցությունը, մենք տարբեր բանակցություններ ենք սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ, ընդդիմադիր ուժերի հետ։ Գիտեք ինչ, ես չէի ուզենա հիմա այսպես հայտարարել, ով ինչ ազդակ է տվել ու ամեն դեպքում աշխատանքը շարունակվում է։ Իսկ այդ նշանակում է, որ դրական հույսեր կան, որ աշխատանքը շարունակվում է։ Եթե այս ընթացքում խիստ բացասական լիներ բոլոր մինչև հիմա փորձերի արձագանքները, շարունակելը մի քիչ անիմաստ կդառնար, բայց եթե աշխատանքները շարունակվում են, այդ խորհրդակցությունները գնում են, այդ բանակցությունները գնում են, այդ նշանակում է աշխատանքը արդյունք է տալիս եւ ես ելի եմ կրկնում մեծ հույսեր ունեմ, որ այդ աշխատանքի արդյունքում ձևավորվեն մի քանի հստակ մեծ, ավելի մեծ հականիկոլ ուժեր եւ այստեղ պայքարը կգնա նիկոլ հականիկոլ ուժերի միջև եւ դա է ճիշտը լինելու եւ այդ հականիկոլ ուժի ազդեցությունը պետք է չեզոքացնի նիկոլիզմը Մեր հեռուստադիտողների համար պարզ եւ հասկանալի դարձնելու համար նշենք, որ հականիկոլ ուժերը ոչ թե մեկ կուսակցությունով կամ դաշինքով են մասնակցելու, այլ նույն օրակարգի շուրջ։ Նույն օրակարգի շուրջը, հենց դա է, ես ասում եմ, բանակցություններ են գնում տարբեր ուժերի, տարբեր քաղաքական ուժերի, տարբեր ազգային կողմնորոշում ունեցող ուժերի միջև, որպեսզի իրենց միավորմամբ մեկ հստակ օրակարգով միավորվելով իրենք պայքարեն ընտրություններում եւ ձևավորեն այնպիսի խորհրդարան, որտեղ ԿՊ-ն լավագույն դեպքում հազիվ շեմը կհաղթահարի, իսկ իշխանությունը երբեք չի ձևավորվի մեկ կուսակցության կողմից։ Դա խորհրդարանական կառավարման համակարգի համար շատ կարևոր գործոն է։ Այսօրվա մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը հենց այն է նաև, որ ունենք իբր թե խորհրդարանական կառավարման համակարգ, բայց իշխանությունը մեկ կուսակցության ձեռամբ է ձևավորվում։ Իսկ դա ամենալուրջ վտանգն է խորհրդարանական կառավարման համակարգի Եվ եթե այսպես տարբեր ուժեր հականիկոլ թևերի տակ միավորվեն, դա հենց կապահովի, որ վաղը մյուս օրը խորհրդարանում մեկ կուսակցություն չի իշխի, մեկ կուսակցություն չի կայացնի որոշումները, մեկ կուսակցություն չի ձևավորի կառավարությունը, մեկ կուսակցություն չի տնօրինի բյուջեն, հասկանում եք, սա մեր երկրի ամենամեծ խնդիրն է եւ հատկապես, երբ որ այդ մեկ կուսակցությունը ԿՊ-ի նման հակազգային, հակապետական հակահայկական մի ուժ է։ Արդեն նաև որոշ քաղաքագետերի ձևակերպմամբ հակաքրիստոնեական, չգիտեմ, ուրիշի արտաքին ուժերի ձեռքի ոտքի տակ ընկած նրանց պահանջները կատարելով իրենց իշխանությունը վերարտադրելու շանսեր փնտրող մի ուժ է։ Տիկին Գյուրեղյան, խոսեցինք նաև
այս հակահականների մասին, տեսեք, Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը ակտիվորեն եւ մեծ ջերմեռանդությամբ սկսել են եկեղեցու եւ վեհափառի դեմ արշավը, բայց դա մատուցում են հետեւյալ կերպ, որ եկեղեցում կան հոգեվորականներ, որոնց բարեվարկության մասով խիստ կասկածներ ունենք, պայքարում ենք դրա դեմ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է մշակել կետերով, կետերով անցել է դրանց վրայով, ինչ որ չափանիշներ է սահմանել հոգեվորականների բարեվարկության մասով եւ որոշ փորձագետներ նշում են, որ իրականում այս պայքարը այնքան ոչ միայն դրսի հետ կապված ինչ-որ պահանջներ են, այլև Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական խնդիր է լուծում։ Այո, ինչի մասին է դա։ Հենց Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական խնդիր է լուծում ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր վերընտրվելու համար որպես վտանգ տեսնում է ցանկացած ազգային ուժի, տեսնում է ցանկացած ուժի, ով իզորու է համախմբելու հանրությանը։ Այսինքն եկեղեցուն դիտարկում որպես քաղաքական եկեղեցի ոչ թե քաղաքական հակառակորդ է դիտարկում, նա դիտարկում է եկեղեցուն մի ուժ, ով կարող է համախմբել ժողովրդին, իսկ համախմբած ժողովուրդը Նիկոլի ամենամեծ թշնամին է։ Այսինքն ոչ միայն հակառակորդ է դիտարկում քաղաքական հակառակորդներին, այլև ազգային արժեքների։ Այո, հենց ազգային, որովհետև դա նաև Ադրբեջանի, Թուրքիայի պահանջ է, թուրք-ադրբեջանական պահանջ է, չէ, ազգայինը մոռանալ, ազգային ամեն ինչը այնպես անել, որ վերանա։ Դա նաև այդ տանդեմի պահանջն է, իսկ եկեղեցին այն ուժն է, որը կարող է համախմբել հանրությանը ազգայինի շուրջ, կարող է համախմբել հանրությանը մեր հավատքի շուրջ, իսկ դա ամենալուրջ վտանգն է Նիկոլի եւ նրան սատարող ուժերի համար եւ բնականաբար ինքը պետք է հարձակվի, ում վրա է հարձակվել, եկեք մի հատ նայենք, էլի, այս տարիների ընթացքում մեծ անընդհատ հարձակվել է հայ հեղափոխական դաշնակցության անդամների վրա, հայ հեղափոխական կուսակցության գործունեության վրա, Հայաստան դաշինքի անդամների վրա, ասենք նախկին ու ներկա գործող նախագահների վրա, Ռոբերտ Քոչարյան, նրանք ուժեր են, ովքեր կարող են համախմբել, ովքեր իրենց գաղափարախոսության հիմքում դնում են ազգայինը, ովքեր իրենց գործունեության հիմքում դնում են պետականամետությունը, հասկանում եք, այս բոլոր ուժերը Նիկոլ Փաշինյանի համար վտանգավոր են, ավելի շուտ վտանգավոր են թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանից պայքարել այս ուժերի դեմ։ Տիկին Քյուրեղյան, իսկ միգուցե ստեղծված իրավիճակը հատկապես 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ստեղծված իրավիճակն է Նիկոլ Փաշինյանին մղում այդ ցավոտ քայլերին գնալ։ Միգուցե նա հենց այդպես է տեսնում Հայաստանի ինչ որ մասով ինքնիշխանության պահպանման հավանականությունը։ 44-օրյա պատերազմը կառավարելը, այսպես ասած համակարգելը այլ ձևով ընթանար եւ մենք չունենայինք այդպիսի ողբերգական արդյունքներ, իսկ դա արդյոք ես կարող եմ գնահատել, որ ես ոչ թե կարող եմ հարց եմ տալիս, ես կարող եմ գնահատել, որ այս իշխանությունները ոչինչ չարեցին պատերազմը կանխելու համար։ Այս իշխանությունները ոչինչ չարեցին պատերազմը ժամանակին դադարեցնելու համար։ Հասկանում եք, այստեղից ողջամիտ կասկած է, չէ՞ բխում, որ միգուցե իրենք ուզում էին այս պարտությունը։ Ես չեմ կարող նման կասկած չունենալ, որովհետև Տիկին Քյուրեղյան, իրենք Հայաստանի Հանրապետության, ինչպես իրենք են սիրում ասել, լեգիտիմ, ընտրված, ժողովրդի քվեն ստացած իշխանություններ։ Բայց իրենք եկել են հստակ երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու ծրագրով։ Եվ եթե ես նույնիսկ իրենց եմ ասել ՔՊ падգամավորներին, եթե փորձում եք հակադարձել իմ ասածը, դուք եկել եք հստակ երկիրը այս կործանելու ծրագրով, եւ եթե դուք փորձում եք հակադարձել, խնդրում եմ մի վարժություն եմ առաջարկել, ասեմ լուծեք հետեւյալ վարժությունը, ունեք X երկիր հայաստանյան պայմաններով, դիտարկեք, գրեք այն ալգորիթմական քայլերը, որոնք դուք կանեիք այդ երկիրը կործանելու համար։ Ինչ կանեիք, եւ հիմա համեմատեք ձեր գրած ծրագիրը ձեր արած քայլերի հետ կտեսնեք, որ լրիվ համընկնում է։ Այսինքն հստակ ծրագիր է այստեղ աշխատել եւ խոսել են մասին, որ իրենք ուղակի չէին կարող խեղճարիվ նինչանի տարբերակն է, չէ, խեղճարիվ նինչանի տարբերակը չի, իրենց ձեռք է տալիս խեղճարիվ նինչանի տարբերակը հանրության մեջ, շրջանառության մեջ դնել, բայց իրականում դա չի։
այդ հարիվը չի, նա հարիվ չի, նա եկել է հստակ ծրագրավորված քայլերով իրականացնելու։ Եվ ի վերջո, եթե խեղճարիվի կարգավիճակում էր ինքը վաղուց քանի անգամ խոստովանել էր, չէ, ես կկանգնեմ պատի տակ, եկեք ինձ գնդակահարեք, այդպիսի հիմար բաներ էր խոսում, եթե այդպես է, որ պահին ինձ ասեք, հեռացիր իշխանությունից կհեռանամ, բայց ինքը այն ժամանակ էլ էր, չէ, գիտակցում, որ այդպիսի իրավիճակներ կարող է լինել, ինքը շատ լավ գնահատելը գիտի, ինքը շատ լավ գնահատում է իրավիճակը, եւ ինքը գնահատում է այն տեսանկյունից, ինչքանով կատարվեց իր տերերի պատվերը, իր գնահատման չափանիշները մենակ դրանք են։ Ինքը հստակ եկել է այդ պահանջով, այդ ծրագրով եւ կասեմ, որ շատ լավ առայժմ դեռ այդ ծրագիր անում են։ Պարզապես հիմա արդեն դանդաղել է այդ ծրագրի կատարման ընթացքը եւ Ադրբեջանը այլևս տեսնում է, որ ժամկետ չունի այս իշխանությունը 5-6 ամիս է, դրա համար սկսել է բարձրաձայն հայտարարել իր պահանջները։ Դրա համար սկսել է, այո, որովհետեւ իրենք ասում եմ, իրենք են հստակ հայտարարում, որ մենք չենք ուզում իշխանությունների հետ պայմանագիր, մենք ուզում ենք ժողովրդի հետ պայմանագիր, որտեղ իրենք շատ նույնիսկ բարձրաձայնել են, որ ցանկացած հետո եկած ազգային ուժ իշխանության երբ որ գա, կարող է հնարավոր է չեղյալ հայտարարել այս ձեռքբերումները, իրենց ձեռքբերումները, եւ դրանք հիմա դրա համար իրենք պահանջում են օր առաջ իրենց պահանջների կատարում։ Այսինքն Ադրբեջանը այլևս չի թաքցնում այն բանավոր պայմանավորվածություններում ինչ է քննարկվում, բարձրաձայն հայտարարում է։ Տիկին Գյուրեղյան, եւ մեր զրույցի վերջում 2026-ի ընտրությունները ինչի մասին են։ Եվ ինչի պատրաստ լինել, թե ձեր ընդդիմադիր գործընկերների համար, թե ընդհանրապես հանրության հարցը 2026-ի ընտրությունները երկիրը փրկելու մասին են։ 2026-ի ընտրությունները ազգային տրամադրվածությամբ, ազգային գաղափարախոսությամբ, պետականամետ իշխանություն ունենալու մասին են։ Երկիրը այս լուրջ մարտահրավերներից հրկելու եւ երկիրը զարգացման ռելսերի վրա դնելու կարող ուժերի իշխանության գալու մասին է։ Եվ իսկապես սիրելի հայրենակիցներ, մենք ուրիշ տարբերակ չունենք, քան ընտրելու ազգային ուժին։ Մենք ուրիշ տարբերակ չունենք ընտրելու այն ուժին, ով կարող է այս մարտահրավերների նախ առաջին հերթին մենք անընդհատ ազատ անկում ենք ապրում։ Նախ պետք է մի ուժ գա իշխանության ազգային պետականապետ, որ կանգնեցնի այս անկումը, հնարավորինս մարտահրավերներից հանի մեր երկիրը։ Բայց նաև պետք է գիտակցել, որ միանգամից դրախտ չի լինելու։ Այո, ես էլ եմ ասում, նախ կանգնեցնել, հետո ինչ որ ժամանակի ընթացքում, եթե մաթեմատիկորեն նայենք սինուսոյի, այս անկումը կանգնեցնել, այստեղ մինիմալ էքստրեմալ կետում հնարավորինս ուժ հավաքել, թափ հավաքել, որպեսզի կարողանանք մարտահրավերները հաղթահարելով բարձրանալ, զարգանալ, ուժեղանալ։ Դա անհնար չի եւ երբեք անհնար չի եղել։ Ուղղակի ինչքան մենք սրանց շանս ենք տալիս գործելու, այնքան դժվարանում ու հեռանում է այս մարտահրավերները հաղթահարելու եւ երկիրը իրական ազգային պետականամետ ռեսուրսերի վրա դնելու գործընթացը։ Այ մեր առաջիկա ընտրությունները դրա մասին են լինելու եւ ես համոզված եմ, որ ի վերջո հավաքական հանրային միտքը, հավաքական հանրային մտածողությունը սա ընկալելով է գնալու ընտրության եւ ես հավատացած եմ, որ հավաքական մեր հայ քաղաքացին ընտրելու է ազգայինը, ընտրելու է պետականամետը եւ ընտրելու է Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան սուվերեն երկիրը եւ նման ընտրությունով մենք դուրս ենք գալու 26 ընտրության արդյունքներն ենք ունենալու 26 թվականի ընտրություններում։ Տիկին Գյուրեղյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ կարևոր հարցերի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ Արմենուհի Գյուրեղյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։